Թեթև Ասատրյանը եղել էր Մեհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման հյուրը։ Star News-ը հետևել էր զրույցին եւ առանձնացրել կարևոր հատվածներ, որտեղ նա խոսելով «Ես կամ» հաղորդումից հայտնի դարձած Նժդեհի հետ հանդիպման ու իրենց մտերմության մասին Տաթևը նշել էր. Մինչև հաղորդմանը մասնակցել է, 3 օր հոնգուր լացել եմ այդ երեխայի պատմության վրա։ Ինքը եղել է այն նույն Տաթևիկը, որ ես եմ եղել։ Շատ լավ երեխա է, շնորհակալ։ Տա Աստված այդպես էլ մեծանա։ Փառք Աստծո, որ ուզում է սովորի, երաժիշտ է ուզում դառնալ։ Շատ լավ մարդիկ ունի իր կողքին։ Երբ տեսնում ես, որ մի երեխայի մեջ կա ապրելու ցանկություն ու այդ ապրելը կախված է ինչ-որ կոպեկներից, հարամ պիտի լինի աշխատածդ, որ դու չօգնես, ասել է երգչուհին։ Զրույցի ընթացքում նա ցավով խոսել է նաև մանկության ու պատանեկության բարդ տարիների մայրիկի հիվանդության մասին։ Ես դարձա մեր տան փոքրիկ տղամարդը, ամբողջ հոգսը իմ ուսերին էր, ես էի մտածում։ Պատահական ավտովթարից տատս մահացավ, ու ես ու մայրս մնացինք մենակ, մեզ տնից դուրս հանեցին։ Մայրս իրեն կորցրեց, հիվանդացավ, այնպես էր փոխվել, որ ոչինչ իրեն չէր հետաքրքրում։ Ես 12 տարի դպրոց եմ գնացել, բայց ոչ մի անգամ մամաս չեկավ ծնողական ժողով։ Ինքը փակվեց իր մեջ ու ինքն իրեն սպանեց իր ցավով։ Այդ տարիներին իմ բոլոր հարազատների դռները փակ էին իմ առաջ, ու երբ մորս աչքերը փակեցի, իմ դուռը ես փակեցի իրենց առաջ, որովհետև էլ մարդ չունեի կորցնելու ավելի թանկ, քան մամաս էր։ Մայրս պետպատվերով էր բուժում ստանում եւ այդ ժամանակ այդքան էլ լավ չէին վերաբերվում պետպատվերով հիվանդներին։ Վերջին օրերը անցկացրել ենք հանրապետական հիվանդանոցում։ Մամաս ասաց, ես էլ չեմ ուզում այս հիվանդանոցում մնալ, ինձ տար տուն։ Գնացինք տուն, ընդամենը 2 օր։ Վերջում ինձ ասաց, ես հանգիստ եմ, դու արդեն քո լավն ու վատը գիտես։ Օրերս կայացավ Տաթև Ասատրյանի երկրպագուների կողմից այդքան սպասված եւս մեկ մենահամերգ։ Տաթևը բեմում մենակ չէր, նա մեծ հպարտությամբ հանդիսատեսին ներկայացրեց Նժդեհին։ Տաթևի խոսքով Նժդեհը սկսել է ավելի լավ նվագել։ Նա պարապում է եւ ունի մեծ ձգտում։ Վերջին հրապարակումներից եւ համերգային տեսագրություններից պարզ երևում է, թե որքան է Նժդեհը մեծացել եւ հասակ առել։ Տաթևը անգամ կատակեց, որ հաջորդ հանդիպման ժամանակ նա արդեն իր հասակին կլինի։ Երգչուհին նաեւ նշեց, որ եթե Նժդեհը շարունակի նույն կերպ, ապա շուտով կսկսի նվագել բենդում։ Փորձեք դիտել Star News-ի կողմից առանձնացված հոլովակն առանց հուզվելու։ Տաթև Ասատրյանը երգում է, իսկ Նժդեհը դհոլ է նվագում։ Ես ուզում եմ դուք տեսնեք, թե անցած համերգի համեմատ ոնց է մեծացել։ Այդն է։ Բան չմնաց։ Մյուս համերգի արդեն իմ բոյին կհասնի։ Բայց այս համերգներին չէ, մարզադաշտի։ Մեծ նախ։ Սիրելիներս, ես ուզում եմ մի բան հարցնեմ, ոնց որ եւ միշտ։ Դահլիճում գյումրեցիներ կան։ Անարտելի Գյումրիում եք։ Սիրելիներս, ես այնքան ուրախ եմ, որ մեր համատեղ երգը տեսնում եք առաջվա համեմատ սկսել ավելի լավ նվագել։ Սովորումը կարևոր է։ Ուզում է դառնա երաժիշտ, իրան շատաբուրեք է լինել երաժշտության մեջ, մեր թիմում։ Այ որ սկսես ավելի լավ սովորել, հաջորդ անգամներին այն բենդում նստած կլինես։ Կուզես։ Այ ինչ ունես ասելու համար։ Բարձր։ Շնորհակալություն։
Բարև բոլորին։ Այո, Բարև բոլորին։ բարև։ Մենք ձեր համար ես ու Նժդե ունենք անակնկալ 2 օրից իմ նոր երգի պրեմիերան ալինելու մեր սիրելի Գյումրի քաղաքի մասին, որտեղ Նժդեհը Դհոլ է նվագել։ իսկ հիշում ես երգը։ Գյումրին երգ ունի, Գյումրին երգ ունի։ Որ մեծանասին չես դառնում։ Դհոլիստ։ Դհոլիստ։ Մի հատ գյումրեցիներին բարևի։ Բարև ձեզ գյումրին։ Ասա։ Բարև։ Բարև գյումրեցիներ, նորմալ։ Բարև գյումրին։ Իսկ գյումրեցիներին ինչ կասես։ Ասեմ, լավ եղեք։ Մենք ձեզ շատ սիրում ենք ու ձեր կարծիքը շատ հետաքրքիր կլինի մեզ լսել։ Դա հաջողանա։